Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր թեմայի մասին՝ հետընթաց Վեներայի։ Դե ինչ սիրելիներս, հարմար տեղավորվեք ձեր բազկաթոռին, խմեք ձեր սուրճը եւ թեյը, քանի որ բավականին երկար պատմություն եմ պատմելու, թե ինչպիսի դժվար աշուն է մեզ սպասվում, հատկապես անձնական հարթակում։ Իհարկե կատակեցի։ Սիրելի ընկերներ, իհարկե աշունը լինելու է մի փոքր խնդիրներով, որոնք ավելի շատ տեղի են ունենալու մեր անձնական հարթակում, բայց մենք խաղաղ աշուն ենք ունենալու, այնպես որ հատկապես սեպտեմբերը շատ գեղեցիկ, շատ լավ ամիս է լինելու մեզ համար, այս խավարումներից հետո կկարողանանք մի փոքր հանգստանալ։ Ուրեմն տեսեք, ուզում եմ խոսել անձնական մոլորակների մասին, որոնք այն մոլորակներն են, որոնք ազդում են անմիջապես մեր անձնական կյանքի վրա, մեր առողջության վրա, մեր անձնական փոխհարաբերությունների վրա, մեր ֆինանսների վրա, մեր շփումների վրա, մեր աշխատանքի վրա, այդ մոլորակները, սիրելիներս, արևը, լուսինը, Մերկուրին, Վեներան եւ Մարսն են։ Այսինքն տարվա կտրվածքով, տեսեք, ուրեմն արևը եւ լուսինը հետընթաց չունեն ընդհանրապես, ուստի մենք պետք է ուշադիր լինենք հետընթաց Մերկուրիի, հետընթաց Վեներայի եւ առավել եւս հետընթաց Մարսի նկատմամբ, որպեսզի այս ժամանակահատվածներում մենք բացառենք կարևոր գործողությունները։ Սիրելիներս, այժմ ես խոսելու եմ հետընթաց Վեներայի մասին, որը արդեն պատրաստվում է իրեն զգացնել տալ օգոստոսի 30-ից։ Ուրեմն տեսեք, Վեներան հետընթաց է լինում 1.5 տարին մեկ անգամ։ Այսինքն վերջին անգամ Վեներան հետընթաց է եղել 2025 թվականի մարտի 2-ից ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, այստեղ շատ բարդ է եղել Վեներայի հետընթացը եւ քանի որ այն զուգակցված է եղել Մարսի հետընթացի հետ, իսկ մենք գիտենք, որ Վեներան եւ Մարսը սրանք հենց անմիջական մեր անձնական կյանքի ցուցիչներն են, Վեներան իքական սեռն է ներկայացնում, Մարսը արական սեռն է ներկայացնում եւ Մարսը նույնպես հետընթաց է եղել այս ժամանակահատվածում, սիրելիներս, նշանակում է 2025 թվականի սկսած արդեն հունվարի վերջերից մեզ մոտ սկսվել են դժվար, անհասկանալի անձնական հարաբերությունների կառուցման կամ քայքայման ժամանակահատվածներ եւ այն տևել է գրեթե մինչեւ ապրիլի վերջ։ Այս ժամանակահատվածը Վեներան ունեցել է շատ լուրջ խնդիրներ կապված հետընթաց Մարսի հետ եւ ուրեմն տեսեք, սա շատ դժվար ժամանակահատված է եղել անձնական փոխհարաբերությունների համար։ Այժմ Վեներա մոլորակը նույնպես պատրաստում է իր հետընթացը։ Բուն հետընթացը, որը մենք կարող ենք նկատել, այն տեղի է ունենալու հոկտեմբերի 3-ից եւ սկսվելու է հետընթացը Կարիճի 8 աստիճանից, որտեղից Վեներան սկսելու է հետ շարժվել եւ հետընթացը տևելու է մինչեւ նոյեմբերի 14-ը, որտեղ Վեներան հետ է գնալու եւ հասնելու է ընդհուպ մինչեւ կշեռքի 22 աստիճան։ Սիրելի ընկերներ, ձեր անձնական քարտեզում տեսեք, թե դուք ինչ անձնական մոլորակներ ունեք, որոնք գտնվում են կշեռքի 22 աստիճանից մինչև Կարիճի 8 աստիճան այս ժամանակահատվածում։ Եթե ունեք կարևոր անձնական մոլորակներ, արև, Մերկուրի, լուսին, Վեներա կամ Մարս, ուրեմն նշանակում է դուք առավել եւս պետք է շատ ուշադիր լինեք ձեր անձնական փոխհարաբերությունների հանդեպ։ Սակայն ես նշեցի, որ Վեներան հետ է գալու մինչև կշեռքի 22 աստիճան։ Սիրելիներս, կշեռքի 22 աստիճանում լինելու է Վեներան օգոստոսի 30-ին եւ նշանակում է նրա այդ ստվերային հետընթացը, որը մենք դեռ չենք տեսնելու, սկսվելու է օգոստոսի 30-ից, երբ Վեներան հասնի կշեռքի 22 աստիճան։ Եվ նշանակում է, տեսեք, օգոստոսի 30-ից արդեն սկսվում է գաղտնի հետընթացը։ Եվ մենք պետք է շատ ուշադիր լինենք, որովհետև այս ժամանակահատվածում մեր կյանքում իրավիճակներ են կրկնվում, որոնք եղել են անցյալում, այսինքն անցյալից մարդիկ, անցյալից իրավիճակներ, իսկ ինչ է ներկայացնում Վեներան։
Վեներան առաջին հերթին ներկայացնում է անձնական փոխհարաբերությունները, մեր երջանկության զգացումը, այսինքն այնպիսի մարդիկ կհայտնվեն մեր կյանքում, որոնք նախկինում մեզ կարողացել են այս կամ այն կերպ երջանկացնել։ Վեներան նաև կապված է ֆինանսական հարցերի հետ, նշանակում է մենք կարող ենք ունենալ հենց նույն ֆինանսական հարցերը, որը ունեցել ենք նախկինում, եւ այդ ամենը կարող է սկսվել արդեն օգոստոսի 30-ից։ Սիրելիներս, Վեներան նաև ներկայացնում է գեղեցկությունը, պլաստիկ վիրահատությունները, գեղեցկության ինչ-որ ուրեմն գործողությունները, բոտեքսը եւ նմանատիպ այլ պրոցեդուրաներ, որոնք մարդիկ կատարում են ավելի երիտասարդ, ավելի գեղեցիկ տեսք ունենալու համար, ինչու՞ չէ նաև օրինակ մազերի սանրվածքը, հագուստի ոճը եւ տեսեք արդեն օգոստոսի 30-ից, երբ Վեներան հայտնվում է կշեռքի 22 աստիճանում, այստեղից արդեն այն հետընթաց է, որովհետև այստեղից սկսվում են անցյալի թեմաները։ Հնարավոր է շատերի մոտ ցանկություն առաջանա կրկին կատարել այն նույն պրոցեդուրան, որը կատարել եք, ենթադրենք, բավականին երկար ժամանակ առաջ, կամ ուզում եք ունենալ այն նույն մազերի սանրվածքը կամ գույնը, որը նախկինում ունեցել եք, կամ ուզում եք հագնվել այն նույն ոճով, որը ունեցել եք նախկինում։ Սրանք ցանկություններ են, որոնք գալիս են անցյալի հաճելի ինչ-որ իրավիճակների հետ կապված, չէ՞ որ Վեներան հաճույքների մոլորակ է։ Այն մեզ տալիս է այն դրական զգացողությունները, որոնք անցյալից մենք բերում ենք մեզ հետ, եւ նշանակում է արդեն շատ ուշադիր ենք լինում, որովհետեւ օգոստոսի 30-ին Վեներան հայտնվում է կշեռքի 22 աստիճանում, որից հետո արդեն սկսում է դանդաղել նրա ընթացքը։ Այն սեպտեմբերի 10-ին մուտք է գործում կարիճ եւ տեսեք, ընդամենը հոկտեմբերի 3-ին այն անցնում է 8 աստիճան, ընդամենը 8 աստիճան եւ հոկտեմբերի 3-ին ուրեմն այն կարիճի 8 աստիճանում պտտվում է հետ, այսինքն սկսում է իր հետընթաց շարժումը, նշանակում է կարիճի 8 աստիճանից երևում է արդեն նրա հետընթացը, որից հետո հետ է գնում եւ հոկտեմբերի 25-ին նորից մուտք է գործում կշեռքի նշան, սիրելիներս, եւ նոյեմբերի 14-ին արդեն հասնում է այն նույն կշեռքի 22 աստիճանը, որտեղ այն եղել էր օգոստոսի 30-ին։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ այն, ինչ կսկսվի օգոստոսի 30-ից, իր ավարտը կունենա ընդամենը նոյեմբեր ամսվա կեսերից հետո, այսինքն երբ Վեներան կրկին կհայտնվի այն նույն կշեռքի աստիճաններում, որտեղից որ սկսվել էր նրա ստվերային հետընթացը։ Եվ տեսեք, ուրեմն դեկտեմբերի 4-ին նոր միայն Վեներան նորից մուտք կգործի կարիճ, այսինքն որտեղ եղել էր արդեն սեպտեմբերի 10-ից սկսած, եւ դեկտեմբերի 14-ին կհասնի կարիճի 8 աստիճան։ Սիրելի ընկերներ, ընդհանուր Վեներայի հետընթացը տևում է օգոստոսի 30-ից մինչև դեկտեմբերի 14-ը։ Այս ամբողջ պատմությունը պատմեցի նրա համար, որպեսզի դուք հասկանաք, որ այս ժամանակահատվածը շատ վատ է ամուսնությունների, անձնական փոխհարաբերություններ պաշտոնական դարձնելու առումով, որովհետև Վեներան սա անձնական երջանկության մոլորակն է եւ նշանակում է այն ամուսնությունները, որոնք գրանցվում են հետընթաց Վեներայի ժամանակ կամ առհասարակ որևէ հետընթաց մոլորակի ժամանակ, նրանք լավ արդյունք չեն ունենում, այսինքն պետք է ուշադիր լինել։ Ուրեմն տեսեք, հետընթաց Մերկուրին այնքան էլ չի խանգարում ամուսնական փոխհարաբերություններին, որովհետև Մերկուրին հաղորդակցման, առևտրի, ուրեմն ինֆորմացիոն մոլորակ է, իսկ Վեներան հենց ներկայացնում է մեր անձնական երջանկությունը, եւ եթե այն հետընթաց է, մենք կարող ենք չնկատել շատ բաներ մեր կողակցի մեջ, որը հետո, երբ Վեներան կլինի առաջընթաց, մեզ կպատճառի շատ մեծ հիասթափություն, եւ այդ դեպքում արդեն, երբ մարդիկ այդքան շուտ են նկատում իրենց կողակցի թերությունները, դեֆեկտները, բնականաբար այստեղ արդեն զգացմունքների մասին խոսք լինել չի կարող։
Այս անգամ Վեներա մոլորակը, ուրեմն տեսեք, երբ հետընթաց է, այն հետընթաց է լինելու Մերկուրի մոլորակի հետ։ Այսինքն, այստեղ տուժելու են ոչ միայն մեր անձնական հարաբերությունները, այլ նաև այդ ամենի հետ մեկտեղ խորհուրդ չի տրվելու, օրինակ, ինչ-որ մեծ արքուվաճառք իրականացնել, թղթաբանությամբ զբաղվել, շատ ուշադիր լինել մեր խոսքին։ Մերկուրի հետընթացը տևելու է հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 13-ը։ Մերկուրին արագաշարժ է և մի փոքր ավելի քիչ է տևում նրա հետընթացը։ Սակայն, սիրելիներս, այս հետընթացը բարդանում է նրանով, որ Վեներան իր հետընթացի ժամանակ, հերիք չէ, որ կարիճի նշանի ներքո է հիմնական հետընթացը տեղի ունենում, իսկ այստեղ Վեներան շատ նյարդային է, խանդոտ է, կարելի ասել ընկճված է, չարտահայտվող է և Վեներայի ամենավատ հատկանիշներն են այստեղ արտահայտվում, այդ ամենի հետ զուգահեռ հետընթացի ժամանակ Վեներան ունենալու է մի շարք լարված ասպեկտացիաներ, որոնց մասին ես հիմա ուզում եմ խոսել։ Սիրելիներս, սեպտեմբերի 10-ին, երբ Վեներա մուտք է գործում կարիճ, անմիջապես ընդդիմություն է կազմում Հիրոնի հետ։ Հիրոնի մասին ունեմ հանգամանալից հոլովակ, մենք գիտենք Հիրոնը աստերոիդ է և այն վերջերս մուտք է գործել Ցուլի նշան և այստեղ այն սեպտեմբերի 10-ին միանգամից ընդդիմություն է կազմում Հիրոնի հետ, ինչը նշանակում է, որ մարդիկ են լինելու, որոնք գալու են ձեզանից օգնություն խնդրեն, բայց դուք մերժելու եք նրանց, բայց դուք էլ չեք հասկանալու ինչու, կամ հակառակը, դուք եք որոշակի մարդկանցից ինչ-որ օգնություն խնդրելու, միգուցե չուզենալով, միգուցե ստիպված լինելով, սակայն նրանք ձեզ մերժելու են։ Վեներայի Հիրոնի ընդդիմությունը միշտ բերում է մերժում որոշակի փոխհարաբերություններում։ Սեպտեմբերի 15-ին Վեներան լարված քառանկյուն է ստեղծում արդեն կարիճից Պլուտոնի հետ, սիրելիներս, և այս լարվածությունը կրկնվելու է հոկտեմբերի 20-ին, այսինքն ուշադիր ենք լինում սեպտեմբերի 15-ին, ինչ լարված իրավիճակի մեջ ենք հայտնվում, միգուցե այնպիսի հաճախորդի հետ ենք գործ ունենում, որը մի փոքր բռնկուն է, կռվարար է և նրա հետ ունենում ենք խնդիր նորից կրկնվող, ասենք, հոկտեմբերի 20-ին, կամ ինչ-որ մարդու հետ ենք ծանոթանում սեպտեմբերի 15-ին և այդ մարդու հետ կապված ինչ-որ խնդրի մեջ ենք ընկնում արդեն հոկտեմբերի 20-ին, շատ ուշադիր ենք լինում այս ժամանակահատվածում, թե ինչ մարդիկ են մեր կյանք մուտք գործում, որովհետև մենք նրանցից անընդհատ ապրելու ենք հիասթափություններ, հետընթաց Վեներան թույլ չի տալու, որ մենք կարողանանք ճիշտ հաշվարկել մարդու գործողությունները։ Հոկտեմբերի 10-ին Վեներայի և Մարսի միջև է ստեղծվում լարված քառանկյուն, Մարսը այստեղ արդեն առյուծի նշանի ներքո է և հոկտեմբերի 10-ը կարելի է ասել երկու հակառակ սեռի էներգիաների միջև շատ բուռն կոնֆլիկտ է, տեսեք, Վեներան կարիճում է, Վեներան ընկճված է, խանդոտ է, Մարսը առյուծում է, փառամոլ և ցուցամոլ է և նշանակում է այստեղ կարող է առաջանալ շատ լուրջ խնդիր երկու սիրահարների միջև։ Հոկտեմբերի 24-ին Արևը և Վեներան միանում են կարիճի 1 աստիճանում, Վեներան հոկտեմբերի 25-ին պատրաստվում է լքել կարիճի նշանը։ Եվ այստեղ տեսեք, քանի որ Վեներան հետընթաց է, Արևի և Վեներայի այս միությունը բերում է զգացմունքների ճնշվածություն, այսինքն Արևը մեր էգոն է, Վեներան մեր ճնշված զգացմունքներն են, ճնշված, որովհետև կարիճում է և հետընթաց է և նշանակում է հոկտեմբերի 24-ին ապրելու ենք այնպիսի զգացողություններ, որ կարելի է ասել արդյունքները մեզ ներսից խեղդելու են, սակայն չենք ցանկանալու մենք ցույց տալ մեր արդյունքները, մեր էմոցիաները, մեր զայրույթը կամ միգուցե նաև մեր խանդը։ Հոկտեմբերի 20-ին նշեցի կրկնվում է Վեներայի Պլուտոնի այս լարված քառանկյունը, որը լուրջ ֆինանսական խնդիր կարող է առաջացնել, լուրջ կոնֆլիկտ կարող է առաջացնել, հատկապես այն մարդկանց հետ, որոնք կարևոր են ձեր կյանքում, որոնք հեռանկարային են ձեր կյանքում։ Եվ տեսեք արդեն, երբ ուրեմն նոյեմբերի 14-ից Վեներան արդեն կսկսի իր առաջընթացը, այստեղ արդեն աստիճանաբար նոյեմբեր ամսին կունենա
Լավ ասպեկտացիաներ նշանակում է նոյեմբերին արդեն Վեներան իր այդ լարվածությունը թոթափում է եւ այստեղ մեր տրամադրությունն էլ է կարգավորվում, այստեղ ունենք Վեներա Յուպիտեր սեքստիլը, Վեներա Մարս սեքստիլը նոյեմբերի 10-ին եւ արդեն կարելի ասել այդ կոնֆլիկտային իրավիճակները աստիճանաբար ցրվում են եւ նոյեմբերի կեսերից սկսած արդեն մենք ունենալու ենք հրաշալի տրամադրություն եւ աստիճանաբար այս ամբողջ անձնական քաոսը սկսելու է հարթվել։ Նոյեմբերի 28-ին արդեն ունենալու ենք Վեներայի Յուպիտերի սեքստիլը, որը կրկնվում է, նոյեմբերի 4-ին ունենք, այնուհետև նոյեմբերի 28-ին ունենք իր հետընթացի պատճառով երկու անգամ կրկնվում է ամսվա սկզբում եւ ամսվա վերջում, իսկ այս երկու մեծ ու փոքր երջանկության մոլորակների սեքստիլը բնականաբար մեր կյանքում կարող է առաջացնել մեծ ուրախություն կապված ինչ-որ անձնական փոխհարաբերությունների հետ կամ ինչու՞ չէ նաև ֆինանսական ձեռքբերումների հետ։ Դե ինչ սիրելիներս, եղեք տեղեկացված, մի պլանավորեք կարևոր անձնական գործընթացներ նշածս ժամանակահատվածում, երբ Վեներան կլինի հետընթաց, առողջ եղեք, կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ։